Մեր քաղաքը դաշինքի խմբակցության անդամ Կարեն Բադալյանը նորընտիր ավականու առաջին նիստին մասնակցելուց հետո հաջորդ նիստերին արդեն չի ներկայացել եւ որոշել է չլինել Գյումրիի ավականու անդամ։ Այս մասին ապրիլի 21-ին Գյումրիի քաղաքապետին դիմումով է հայտնել գրելով, որ այլ աշխատանքի անցնելու պատճառով վաղաժամկետ դադարեցնում է ավականու իր լիազորությունները։ Բայց 2 օր անց էլի դիմում է հասցեագրում քաղաքապետին, թե փոշմանել է, չի հրաժարվում ավականու մանդատից, այլ ուզում է դուրս գալ մեր քաղաքը դաշինքից։ Այս դիմումը լիազոր մարմնի միջոցով փոխանցվում է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, բայց պարզվում է, որ այդ դիմումի քննարկման տեղը ընտրատարածքայինը չէ։ Բայց քանի որ այդ դիմումների քննարկումը մեր տիրույթում չի, մենք այդ դիմումը էլի հետ ենք ուղարկել մեր գրությունով ու հարցրել ենք, դուք հիմի մեզ սա ուղարկել եք, փաստել եք, որ մարդը դիմում է գրե հետ վերցնելու, հիմի, քանի որ նոր հանգամանքներ են իայդեգե, այն ձեր արձանագրությունից հետո, դուք հիմի որոշեք, ձեր այն արձանագրությունը ուժի մեջ է, թե ոչ։ Տիգրան Ղազարյանի հարցմանն ի պատասխան քաղաքապետը մայիսի 6-ին ժամը 17-ին ընտրատարածքային է ուղարկում գրություն այն մասին, որ ուժի մեջ է թողնում Կարեն Բադալյանի առաջին դիմումի արձանագրությունը, որով մեր քաղաքը դաշինքի ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցված է համարում։ Աղմուկ հանած մանդատի պատմությունը թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի կարծիքով արտառոցներից է, այսինքն նախադեպը չունեցած։ Այսպիսի բան դեռ չէր եղել, սա արդարոց դեպք էր, որովհետև նախորդ ավականին մենք 5 տարի, քանի տակ, համարյա 3 տարի ու կես վարել ենք, միշտ եղել են հրաժարականներ, այսպիսի բան դեռ չի եղել, հետո էդ էլ ձեզ ասեմ, որ մեր հանձնաժողովում 7 հոգի ենք, 7 հոգուց որևիցե մեկը պրոֆեսիոնալ իրավաբան բան չի, 2 հատ ուսուցիչ կա, ես շինարար եմ կրթությամբ, իրավաբան չունենք, մենք ամեն ինչը մենք համաձայնեցնում ենք կենտրոնական հանձնաժողովի մեր գործընկերների հետ։ Բանն այն է, որ ի տարբերություն ազգային ժողովի падգամավորի ավականու անդամը չի կարող մանդատից հրաժարվելուց հետո փոշմանել, նորից դիմում գրել ու հետ ուզել մանդատը։ Փոշման լինելուց հետո թե ինչու է որոշել դուրս գալ մեր քաղաքը դաշինքի խմբակցությունից ու գործել որպես ավականու անկախ անդամ, պատճառները Կարեն Բադալյանից դաշինքը չի կարողանում ճշտել։ Նրա գտնվելու տեղը չգիտեն, զանգերին էլ չի պատասխանում։ Մարտուն Գրիգորյանը այսօր ազգային ժողովի բրիֆինգների ժամին ասել է, որ ճնշումներ եղել են եւ այլն, նա շատ ավելի խորն է տիրապետում տեղեկատվությանը, իրապես սա քաղաքական կարելի է ձև տալ սրան, քաղաքական աստար կարելի է տալ, որովհետև հետո իմացանք, որ այդ նույն օրվա մեջ նա դիմում է ներկայացրել փոշմանելու եւ խմբակցությունից դուրս գալու, սա արդեն մեսիջ էր այն մասին, որ չի ուզում մեզ հետ շարունակել աշխատել, բնականաբար անկախի դեմքով համագործակցել մեկ այլ քաղաքական ուժեր։ Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի պնդմամբ առանց ժամկետների խախտման քաղաքապետարանից հասած արձանագրությունը Կարեն Բադալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին քննարկվեց նիստով եւ հաստատեց արձանագրությունը։ Ըստ այդմ ավականու մանդատը տրվեց դաշինքի ընտրական ցուցակի հերթական համարին։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը արձանագրում է Գյումրի համայնքի ավականու մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավականու անդամի մանդատը տրվում է մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Լյովայի Միրզոյանին։ Մեր քաղաքը դաշինքի ավականու նոր անդամ Նարեկ Միրզոյանին հանձնվեց մանդատը։ Հիշեցնենք, Նարեկ Միրզոյանը նախորդ ավականու կազմում եղել եւ ներկայացրել է հանրապետական խմբակցությունը։ Մեր քաղաքը դաշինքի ավականում մեկ մանդատի հարցը կարգավորվեց, բայց Կարեն Բադալյանի երկակի մոտեցումը դեռ անորոշություն է ստեղծում։ Ավականու իր լիազորությունները վերականգնելու պահանջով նաև հասցրել է դիմել վարչական դատարան։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։